Շատ հին ժամանակներից հարսանիքի արարողությունը կարևոր պահ է ոչ միայն նորապսակների, այլ նաև նրանց ծնողների, բարեկամների, հարևանների և անգամ հրավիրված հյուրերի համար։ Հարսանիքը ունի բարդ արարողակարգ և այնտեղ րոպե-րոպե որոշված են հարսի և փեսայի դերերը։ Բարև ձեզ, դուք Պարթևի Սարգսյանի հետ եք։ Այսօր մենք վերլուծելու ենք հարսանիքի արարողակարգային տարրերը և հասկանալու ենք, թե այս կամ այն գործողությունը ինչու ենք անում և ինչ նպատակ է այն հետապնդում։ Այնուամենայնիվ, ամենակարևորը ընտանիքում սերն ու հարգանքն են, ու այսօրվա երիտասարդները, ի տարբերություն հին ժամանակներից, հնարավորություն ունեն ընտրելու հետևել արարողակարգին, թե ոչ։ Բոլորը հարսանիքի օրը սպասում են լավ եղանակ, որպեսզի նկարահանումներ կատարեն և գեղեցիկ ցուցադրեն իրենց այդ միջոցառումը։ Չնայած նրան, որ ձյունն ու անձրևը նախանշում են առատ ամուսնական կյանք։ Այնպես որ, ինչպես ասում են, բնությունը չունի վատ եղանակ։ Բոլորիդ ցանկանում եմ, որ ունենաք Լեոնիդ Ենգիբարյանի անձրևանոցը և երջանիկ ապրեք։ Հարսանիքի խառնաշփոթը սկսվում է մատանիների ընտրությունից։ Առաջին մատանին նվիրում է տղան իր ընտրյալին, նշանդրեքի օրը դա սովորաբար քարով մատանի է, որը հետո ամուսնացած կանայք կրում են հարսանեկան մատանու հետ որպես միասնության խորհրդանիշ։ Մատանին, հովիկս դնի Ադելայիդայից մատը։ Առաջ զակսի թղթի, զակսի թուղթը ինձանից ուզիշտի կեզվար։ Նշանդրեք դանել, հետո հարսանիքը, հետո թող գնան ճանապարհորդության, Մոսկվա, Լենինգրադ, Բալտիկա, ամեն ինչ տեղը տեղի, գնյազը ստորձեր կարնի։ Բավան, ոյմ ջան կես տեսնենք, Մատանին։ Նշանդրեքի մատանի նվիրելու արարողությունը եկել է 15-րդ դարից ֆրանսիացի Կարլոս 7-րդի աղջկա ամուսնությունից։ Ադամանդե քարով մատանի նվիրելը տղայի կողմից նշանակում է լուրջ մտադրություն և խորհրդանշում է, որ նա կարող է պահել իր ապագա ընտանիքը։ Դրա համար աղջկան շրջապատող կանայք բծախնդրությամբ ու մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում այս մատանուն։ Իսկ արդեն հարսանեկան մատանիները զույգը ընտրում է միասին։ Սա նրանց առաջին ընտանեկան գործողությունն է։ Այս մատանիների շրջանաձև ու հարթ տեսքը նախանշում են երիտասարդների հարատև և հարթ հարաբերությունները։ Հարսանեկան մատանիները դնում ենք տուփի մեջ և ոչ ոքին թույլ չենք տալիս դրանք հանել տուփից, առավել ևս փորձել։ Դրանով մենք կանխարգելում ենք կողմնակի անձանց միջամտությունը նորաստեղծ ընտանիք։ Եթե որևէ մեկին ցույց ենք տալիս այդ մատանիները, դա անում ենք տուփով։ Какая прелесть! Какая прелесть! А что у вас с рукой, вы говорите, Семен Семенович? Это вам сувенир. Что вы? Спасибо. Спасибо, Семен Семенович. Кнопочку нажмите. Да? Մատանիները ամուսնության խորհրդանիշ են և պատկանում են միայն զույգին։ Այն պահից, երբ մատանիները հանում ենք տուփերից, հարսն ու փեսան չեն դիպչում դատարկ տուփերին, առավել ևս տուփերը չեն տանում տուն։ Տուփերը տուն են տանում երկու չամուսնացած երիտասարդ։ Տուփերը տարոսիկներ են։ Այժմ անդրադառնանք հարսի քողին։ Նորաձևությունը փոխվում է, այն մեզ առաջարկում է տարբեր ձևերի հարսի շորեր, բայց քողի սիմվոլիզմը մնում է, որովհետև այն խորհրդանշում է ամուսնական կյանք։ Համարվում է ինչքան երկար է հարսի քողը, այնքան հարատև երջանիկ կապրի զույգը։ Արքայադուստր Դիանայի հարսի քողը 8 մետր էր, նրա վրա տեղադրված էր 10,000 մարգարիտ և այն կարված էր 130 մետր մետաքսից ու մտածված էր, որ այն պիտի ծածկեր եկեղեցու աթոռների միջև եղած ամբողջ տարածությունը, ինչն այդպես էլ եղավ։ Բազմաթիվ լուսանկարներից կարող ենք տեսնել, որ արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի հարսանիքի ժամանակ հարսի քողը հասնում էր մինչև եկեղեցու դուռը։
Մեծ Բրիտանիայում դարեր շարունակ ընդունված էր հարսիքողներ շորով եկեղեցի բերել ոսկեզոծ կարգով։ Արքայադուստր Դիանայի հարսիքողն այնքան մեծ էր, որ այն չէր տեղավորվել մի կարգի մեջ եւ այն Սուրբ Պետրոս եկեղեցի էին բերել առանձին կարգով։ Прошу всех встать. Երկար հարսիքողը մենք հանդիպում ենք նաև այլ արքայական հարսանիքներում, կոմենտներում գրեք հարս բառը եւ ես ձեզ կպատմեմ, թե աշխարհում որ հարսիքողն է եղել ամենաերկարը եւ ինչպես է դասավորվել նրա ընտանեկան կյանքը։ Կարևոր դետալ են հարսի կոշիկները, որոնք պիտի անպայման փակ լինեն, հարսի ոտքը չպիտի երևա ի նշան առատության։ Եվ հարսի կոշիկները պիտի նոր չլինեն, միջև հարսանիքը նա գոնե մի օր պիտի այդ կոշիկները հագած լինի։ Խոսենք ծաղկեփնջից, որը փեսան նվիրում է հարսին, սա սիմվոլիկ բնույթ է կրում։ Հարսն ամբողջ օրը այս ծաղկեփունջը կրում է իր ձեռքում։ Ծաղկեփունջը կարող են բացի հարսից վերցնել միայն փեսան եւ հարսի մայրը։ Երբ զույգը սեղանի շուրջ է, ծաղկեփունջը դրվում է ծաղկամանի մեջ հարսի դիմաց։ Միջոցառման ավարտին հարսը ծաղկեփունջը նետում է չամուսնացած աղջիկներին ավետելով ամուսնություն։ Կարևոր հատված են հարսանիքի ժամանակ պարերը։ Ընդունված է, որ հարսն ու փեսան ամբողջ հարսանիքի ժամանակ պիտի լինեն միասին, բայց իհարկե նրանք պարում են իրենց ծնողների, հարազատների հետ։ Նկատեմ, որ հարսն ու փեսան պիտի պարեն միայն ծնողների եւ ամենամտերիմ բարեկամների հետ։ Մնացած ժամանակ նրանք պարում են միասին, խորհրդանշելով համատեղ ուրախ կյանքը։ Շատ հուզիչ ու հետաքրքիր պահ է, երբ հարսը պարում է իր հոր հետ, փեսան իր մոր հետ։ Հատկանշական է, որ այս պարից հետո հայրը պիտի իր աղջկա ձեռքից բռնած տանի եւ հանձնի փեսային։ Նույնն էլ անում է փեսայի մայրը։ Որդու հետ պարից հետո նա որդու ձեռքից բռնած տանում է եւ միացնում զույգին։ Կինը, ով պահել ու մեծացրել է ամբողջ կյանքում իր որդուն, խորհրդանշական միացնում է զույգին, վստահելով հարսին։ Տղային հանձնում է հարսին։ Ինչ վերաբերում է հարս ու փեսայի պարին, հարսի եւ փեսայի համատեղ պարը տարբեր մշակույթներում կարևոր մասն է հարսանիքի, բացառություն չէ նաեւ հայկականը։ Հարսի եւ փեսայի պարը նախանշում են նրանց ուրախ երջանիկ կյանքը։ Հարսանիքի ժամանակ անընդհատ լսում ենք մի բարձի ծերանակ արտահայտությունը։ Շատերի կարծիքով այս բառը նշանակում է անկողնային պարագա։ Իմ լեզվաբան գոլեգաների բացատրությամբ, մասնավորապես Պետրոս Բեդիրյանի, մի բարձի ծերանակ արտահայտությունը նշանակում է միջև խոր ծերություն միասին ապրել, մի գահի ծերանալ, միասին մի բարձրության վրա լինել։ Գրաբարում բարձ բառը նաև նշանակում է բարձր, աթոռ, բազմոց, գահ։ Նաև նկատեմ, որ մեր մշակույթում ընդունված է այս օրը հարսանիքի օրը հարսին եւ փեսային բարձրացնել եւ դարձնել թագավոր եւ թագուհի։ Ու այս բարձրությունից մենք թագավորին ու թագուհուն ցանկանում ենք մի գահի, մի բարձրության վրա ծերանալ, իմիջիալոց շատ խոր արտահայտություն է, մի բարձրության վրա ամբողջ կյանքում ծերանալ, միասին ապրել, մի գահ ունենալ միասին, երջանիկ առատ կյանքով։ Ինչպես արդեն հասկացանք, հարսանիքն ունի բազմաթիվ արողակարգային տարրեր, որոնցից մի մասը մենք ընդունում ենք, մյուսները հնացած են եւ մեզ համար արդեն ընդունելի չեն, բայց ինչպես վեր նշեցի, ամենակարևորը
սիրով եւ հարգանքով ապրելն է։ Ու անկախ նրանից, թե ինչպիսին կլինի հարսանեկան արարողությունը, ես բոլոր նորապսակներին ցանկանում եմ սիրով եւ հարգանքով ընտանիք։ Ձեզ հետ Վարդուհի Սարգսյանն էր իր Tea Stories from Վարդարթակում, բաժանորդագրվեք, լայքեք, դուք հնարավորություն կտաք մեզ ստեղծել նոր պատմություններ, ես էլ իմ կողմից ձեզ համար կբացահայտեմ նոր հետաքրքիր փաստեր։ Կհանդիպենք։